Շաքարային դիաբետ ունեցող 29-ից 40 տարեկան քաղաքացիները կստանան ինսուլինի ուլտրակարճ և ուլտրաերկար ազդեցություններով գրիչ անալոգներ։ Նախորդ տարի դրանք անվճար հասանելի էին միայն մինչև 28 տարեկաններին։ Առողջապահության նախարարությունն ընդլայնել է ծրագիրը։ Մենք սկսել ենք երեխաներից, նրանց ապահովելով ամբողջական թե չափման նոր սարքավորումներով, թե նաև գրիչներով և աստիճանաբար բարձրացնում ենք այդ տարիքային շեմը հասանելիության։ Ես կարծում եմ, սա շատ կարևոր ձեռքբերում է և փաստում են թվերը դրա մասին։ 2025 թվականի տվյալներով մեզ մոտ շաքարային դիաբետից վաղաժամ մահացությունը մի քանի անգամ կրճատվել է։ Ինսուլինային գրիչը փոխում է բուժառուի կյանքի որակը։ Ի տարբերություն սրվակներով ինսուլինի, գրիչ անալոգներն ունեն համապատասխան դեղաչափն ընտրելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս ներարկել անհրաժեշտ միլիգրամները, խուսափելով սխալ դոզավորումից։ Որն է իրենց տարբերությունը, իրենք կարծես սմարթֆոնը լինեն, հեռախոսների աշխարհում, երբ որ բարձրացնում է ավելի աշխատանքը եւ օգնում է մեզ, որպեսզի կարողանանք պացիենտին օգնում է, որպեսզի կարողանա ոչ թե իր կյանքը համադրել ինսուլինի հետ, այլ ավելի շուտ ինսուլինը համադրել իր կյանքի հետ։ Գրիչները փոքր են, կարելի է հեշտ տեղափոխել պայուսակում, օգտագործել ցանկացած վայրում։ Այսպիսով ակտիվ կյանքով ապրող բուժառուները հեշտ կկառավարեն հիվանդությունը, զերծ մնալով հիպոգլիկեմիայից։ Ովքեր որ աշխատում են, ուսանող են, ովքեր զբաղվում են սպորտով եւ օրվա որոշակի ժամերին կարող են իրենց աշխատանքային զբաղվածության պատճառով ունենալ ինսուլինի ազդեցության պիկեր, որը կարող է բերել հիպոգլիկեմիաների զարգացման, այս պարագայում իրենք ավելի հեշտ կարող են կառավարել իրենց օրը, ունենալով կարճատև ազդեցության, ուլտրակարճ ազդեցության ինսուլինները։ Ինսուլինի նոր ձևաչափով օգտագործումը հնարավորություն կտա կանխարգելելու դիաբետը եւ դրա հետևանքով այլ հիվանդությունների առաջացումը։ Հիվանդացությունը ամբողջ աշխարհով իհարկե աճում է եւ այստեղ դեր են խաղում թե մեր սննդակարգի փոփոխությունները, տեսեք քաղցրավենիքները դարձել են մեր ամենօրյա սննդային ափսեի մի մեծ բաղադրիչ հատվածը։ Հաջորդի ֆիզիկական ակտիվության խնդիրները եւ մեր շատ մեծ ուշադրությունը պիտի լինի մեր երեխաներին առողջ ապրելակերպի, ճիշտ կենսակերպի դաստիարակչական հատվածը։ Գրիչ անալոգներից բացի բուժառուներին տարեկան կտրամադրվի նաև 150 թեստերիս արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար։ Արամ Մարանդյան, Արման Թովմասյան, Արամ Հարությունյան, լուրեր։